Լևոն Մկրտչյան և Էվելինա Ստեփանյան զույգը բազմիցս քննարկվել է հանրության կողմից։ Նրանք ունեն երկրպագուների մեծ բանակ։ Զույգի ընկերության սկզբնական շրջանում բազմաթիվ քննադատություններ էին հնչում նրանց վերաբերյալ։ Շատերը նշում էին, որ Լևոնն ավելի գեղեցիկ է և ավելի գեղեցիկ աղջկա է արժանի։ Շատերն էլ փաստում էին, որ Էվելինայի գեղեցկությունը պարզապես գնահատել է պետք նա շատ գեղեցիկ և յուրահատուկ գեղեցկություն ունեցող երիտասարդ աղջիկ է։ Ամիսներ առաջ զույգն ամուսնացավ։ Նրանց ամուսնությունից հետո նրանց հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի շատացավ։ Նրանցից յուրաքանչյուրը ամեն օր ինստագրամյան հարթակում պարբերաբար հրապարակումների տեսքով է ներկայանում, ցույց տալիս իրենց առօրյայից, աշխատանքային գործունեությունից դրվագներ և հատվածներ։ Օրեր առաջ էլ Էվելինան ամուսնու Լևոնի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում է Լևոնի հետ, ասելով, որ ես էլ իմ ընկերուհիների հետ կգնամ տեղ։ Էվելինան այսպիսով ցույց է տալիս իրենց հարաբերությունները, որում Լևոնը բավականին զուսպ ու համեստ է։ Շատերը այս զույգի մեկնաբանություններում գրում են, որ նրանց դեպքում պարզից էլ պարզ է, որ զիջողը Լևոնն է։ Էվելինան բավականին ակտիվ է և այդպիսով իրենց ընտանիքի խաղաղությունը կառուցվում է Լևոնի հանդուրժողականության հիման վրա։ Արդյոք զույգը հաշտ է, թե ոչ, սա դժվար է ասել։ Մեզ մնում է ներկայացնել զույգի կյանքից այլ դրվագներ։ Այս անգամ Էվելինան խորհրդավոր հրապարակում է արել. Ես եմ, էս եմ, արի ասեմ, ասա լսեմ։ Արի ասեմ, իբր թե Ջուլին սպիտակ մազեր ունի, չի ներկում, իրական է։ Լռում ես, լսում ես, խոսում ես, թաղվում ես, բայց արի ուտես, որ սիրուն ես ու քեզ սիրում են։ Փայլում են այլերը, կարմիր այտերը, սիրուն սրտերը, սուտի ծտերը։ Յանը մթոմ, արևներս փակել են, ատամներս հաշվել են, օդում փոշին, սրտում լուսին, հերիք եղավ բոլեղավ, գազազած, գող ինձ թող, հերիքա գողանաս մտքերիս տիրանաս, մեկա բնօրինակը բարոյական, տարածականա, պիկը էպիկա։ Ինչի ենք սեղանի սկիզբը միշտ նկարում, ոչ թե վերջը, շարվող մտքերը, դրած հայացքները, ձևը։ Էվելինայի նմանատիպ խորհրդավոր հրապարակումը բազմաթիվ հավանությունների է արժանացել ինստագրամյան հարթակում։ Դերասան Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանը ինստագրամյան էջում անսովոր հրապարակում և գրառում է թողել։ Վերջինս պատասխանել է համացանցում տարածվող այն լուրերին, թե ինչու ինքը իր հայրիկի մասնակցությամբ հրապարակում չի անում և ինչու են հրապարակումները բացառապես մայրիկի մասնակցությամբ։ Շատերը խոսում էին այն մասին, որ Էվելինան միգուցե իր հայրիկի հետ որևէ կապ չունի։ Այս ամենին փորձել է որոշակի պատասխան տալ վերջինս։ Սիրում եք ընտանեկան ֆոտոներ, մոկ ծնունդդ շնորհավոր։ Այս նկարում ամբողջական չենք, տատիկս, պապիկս, մամաս, մորաքույրներս ու մորաքրոջս աղջիկը։ Մնացածը պարում էին։ Ամեն բան հանգամանալից ներկայացրի, իսկ թե Էվելինա Ստեփանյանը ինչու չի հրապարակում հայրիկից կամ ընտանիքից ֆոտոներ, ասեմ, մերոնք չեն սիրում լինել հանրային, մեկ-մեկ թաքուն փոստեր եմ անում։ Նշենք, որ հերթական անգամ Էվելինան հայրիկի մասնակցությամբ այդպես էլ հրապարակում չարեց։ Հավելենք նաև, որ երեկ էլ ներկայացրել էինք Էվելինայի մեկ այլ հրապարակում։ Ինստագրամյան հարթակում ամուսնու մասնակցությամբ հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ վերջինս հոգնած նոր է վերադարձել աշխատանքից։ Գաղտնիք չէ, որ Վերջին զանգը հեռուստասերիալը մեծ ակտիվությամբ նկարահանում է իր սերիալի վերջին սերիաները, դե իսկ Լևոնն էլ բավականին հոգնած և տանջված տեսք ունի Էվելինայի հրապարակած տեսանյութում։ Ձեր սիրելի դերասանը հոգնած ջարդված եկել է սեմկայից ու կանի հիմա unboxing կոշիկ։ Դες դուրդ գալիս եմ։ Նորը սարը։ Ստմարը չի։ Ինչի չնայեցի։ Որը են առաջինը։ Հա, լավն է, դուրս բերեց։ Դուրդ բերեց։ Շատ լավն է, այս սպիտակ կեդերը դուրս եկավ։ Ճիշտ է, այստան սպիտակ կեդեր սիրող մարդ չեմ, բայց սիրուն է ինչ խոսք։ Լավ, են մեկը ավելի ինչ հետաքրքիր է քո կարծիքը։ Են մյուսը։ Չեն մյուսը լավ։ Ձախը լավ է չի։ Լավ է լև։ Նայի հաց ուտենք, սոված ենք։ Սպասել եմ այսքան, որ գո հաց ուտենք միասին։ Դե նայի։
դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա կինը արդեն մի քանի ամիս է հանրության ուշադրության կենտրոնում են։ Հարսանիքից հետո զույգի հանդեպ ուշադրությունը էլ ավելի շատացավ, նրանց հարսանեկան կադրերը մինչ օրս տարածվում են համացանցում։ Լևոնը եւ Էվելինան համարվում են հայկական շոու-բիզնեսի ամենաշատ հետաքրքրություն ունեցող զույգերից մեկը։ Նրանց հրապարակումները կարճ ժամանակահատվածում ակտիվորեն տարածվում են համացանցում, դե իսկ զույգի երկրպագուները բավականին ակտիվ են իրենց ջերմ ու սիրառատ խոսքերով ու մեկնաբանություններով, որոնք թողնում են նրանց լուսանկարներին եւ տեսանյութերին կից։ Երեկ տեղեկացրել ենք, որ դերասան Լևոն Մկրտչյանի մայրիկի ծննդյան տարեդարձն է։ Այս մասին հրապարակում էր արել Լևոնի կինը Էվելինան, ջերմ լուսանկար տեղադրելով իր սկեսուր մայրիկի հետ եւ ջերմ խոսքեր ուղղելով նրան։ Արդեն ավելի ուշ Էվելինան ինստագրամյան հարթակում մի քանի հրապարակումով հանդես եկավ, ցույց տալով, թե որքան ջերմ մթնոլորտում են անցկացրել իր ամուսնու մայրիկի ծննդյան տարեդարձը։ Էվելինան հրապարակումներ է արել Լևոնի մայրիկի քրոջ եւ մտերիմների մասնակցությամբ, հերթական անգամ դերասանի կինն ապացուցել է, թե որքան ջերմ, ներդաշնակ եւ հաճելի մթնոլորտ է տիրում իրենց ընտանիքում։ Ներկայացնում ենք ծննդյան տարեդարձի մի քանի կադրերը ձեր ուշադրությանը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել ենք Լևոնի և Էվելինայի հարսանիքից բացառիկ կադրեր, որոնք մինչ օրս դեռ սիրված են և դիտվում են համացանցում։ Եվս մեկ անգամ ներկայացնում ենք դրանք ձեր ուշադրությանը, մաղթելով բարի դիտում։